Ձեր բերած օրենքից բխում է, որ հունվարից սկսած այն քաղաքացիները, ովքեր մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր ունեին եւ այդ ծառայությունների մեջ մտնում է փաթեթում ներառված ծառայություններ, ապա նրանք պետք է նա թողնեն եւ դիմեն միայն պետական ապահովագրության ծառայություններին։ Սա առնվազն քանդել է նշանակում մասնավոր գործող ապահովագրական ընկերությունները։ Միգուցե մենք կարողանանք հնարավորություն ստեղծենք այդ պայմանագրերի գործունեության ժամկետից հետո միայն սա կիրառել նոր կնքվող պայմանագրերի վրա եւ քաղաքացուն թողնել ընտրությունը ինքը շարունակում է պայմանագիրը, թե ուղղակի հետ է գալիս պետական ապահովագրավճար։ Պոլիկլինիկաների պատրաստվածությունը, բուժքույրերի, բժիշկների այս ծանրաբեռնվածության բարագայում աշխատավարձերի համարժեք ապահովումը, գումարների ապահովագրական գումարների ծախսման վերահսկողությունը ըստ էության նախատեսված չէ օրենքով։ 15 օր հետո այս համակարգը կյանքի է կոչվելու, այսօր դեռ չունենք միլիարդները տիրապետող, տնօրինող այն հանձնախումբը, այն հոգաբարձուների խորհուրդը եւ դեռ ավելին ղեկավարը, որը տնօրինելու է այդ միլիարդները, մոնոպոլիա է տրվում այդ հոգաբարձուների խորհրդին եւ դեռ ավելին միլիարդներ տնօրինելու առանց ազգային ժողովի առաջ զեկույցով կամ հաշվետվողականությամբ հանդես գալու